Ողջունում եմ քեզ սիրելի քույրս, եղբայրս, բարի գալուստ Աստծո տուն, Փառք Հիսուսին, արի միաբան, տերունական, Հայր մեր աղոթքով, սկսենք այսօրվա մեր հրաշալի ծառայությունը, Հայր մեր, որ երկնքում ես, Սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության, այլ ազատի մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Հալելույա։ Միշտ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Առաջի Հովհաննես 4:12 խոսքը։ Աստծուն երբեք մեկը չի տեսե։ Եթե իրար սիրենք, Աստված մեզանում է բնակվում, եւ նրա սերը կատարյալ է մեզանում։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Ամեն։ Ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Սիրելի եկեղեցի, սիրելի ընտանիք, այստեղ գրված է իմ ու քո կարիքները։ Ուզում եմ քեզ ասել, եթե ինչ պատճառներով չես հասցրել գրել, կարող ես մտքով միանալ։ Եթե չունես կարիք կամ չես գրել, ուզում եմ, որ մեկի համար վերցնես ու մտքով նույնպես դնես այստեղ։ Եվ ուզում եմ դիմել նաև մեզ համացանցով դիտողներին։ Դուք էլ սիրելիներս կարող եք ձեր կարիքները միացնել, անկախ նրանից թե հետո եք նայելու այս տեսահոլովակը, որովհետև սիրելիս Աստված ժամանակներից ու տարածությունից վեր է եւ նա կարող է պատասխանել նաև ձեր աղոթքին։ Ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Հայր Աստված, Տեր Հիսուս Քրիստոսի անունով բերում ենք քո առաջ, այստեղ գրված ամեն մի կարիք։ Տեր Աստված, մենք քո կարիքը միշտ ունենք, ամեն ժամանակ։ Խնդրում ենք Հայր, որպեսզի դու մեզ բժշկություն բերես, մեր մարմիններին, մեր կյանքերին, մեր հոգևոր ճանապարհներին, մեր ընթացքին։ Ուզում ենք, որ Տեր Աստված քո ձեռքը միշտ լինի մեր կյանքում։ Տեր Աստված, խնդրում ենք խաղաղություն բերես մեր ընտանիքներին։ Խնդրում ենք Տեր Աստված, դու մեր հետ լինես ամեն ժամանակ, առաջնորդես, ցույց տաս քո խոսքով Տեր Աստված զորացնես մեզ։ Հիսուս Քրիստոսի անունով, Հայր, բարձրացնում ենք այստեղ գրված ամեն մի կարիք։ Մենք աղոթում ենք Հայր Աստված եւ հռչակում ենք քո երկնային կամքը, զորությունը, ներկայությունը եւ կրակը Տեր Աստված թող երկնքից իշտնի այստեղ գրված ամեն կարիքի վրա Հիսուսի զորավոր անունով։ Տեր Աստված նաեւ մենք աղոթք ենք բարձրացնում մեր Հայաստանի համար։ Օրհնում ենք մեր Հայաստանը։ Խնդրում ենք Տեր դու մեր Հայաստանը մաքրես, սրբես, հեռացնես ամեն մի անօրենություն մեր երկրից, պահես ու պաշտպանես մեր սահմանները, պահես ու պաշտպանես քո զորավոր ձեռքով, Հայր։ Մենք ուզում ենք Տեր Աստված, որպեսզի լինենք արդար, մաքուր, քո առաջ կանգնած, սուրբ լինենք, որ կարողանանք կանգնել։ Աղոթում ենք Հայաստանում գտնվող ամեն մի մարդու համար, Տեր, թող Հայաստանը լինի ճշմարիտ երկրպագու քեզ Հիսուս, թող Հայաստանը լինի հավատքի երկիր, Հայաստանը զորանա քեզանով, Հայր։ Խնդրում ենք դու խաղաղությունդ բերես մեր սահմանների վրա, օրհնես ու պահես ու պաշտպանես մեր երկիրը։ Մենք քո կարիքը միշտ ունենք, Հայր Աստված։ Փառք ենք քեզ տալի Հայաստանի համար եւ ասում ենք եղիր մեծարված, Հայր Աստված։ Նաեւ մենք աղոթում ենք Տեր Ռուսաստանի համար։ Շնորհակալ ենք այս հրաշալի երկրի համար։ Շնորհակալ ենք այս երկիրը, որ մեզ համար դռներն է բացել, սրտերն է բացել։ Մենք Տեր Աստված այս երկրում օրհնվում ենք, այս երկրում շատերս քեզ ենք ճանաչել։ Շատերս այս երկրում Տեր Աստված տեսնում ենք քո հրաշքներն ու գործերը։ Տեր, թող այս բազմաազգ երկիրն լինի քեզանով պաշտպանված, քեզանով զորացած Տեր։ Թող չարի գործերը քանդվի, հեռանա եւ Տեր Աստված միայն քո կառուցվի։ Եվ օրհնում ենք կառավարությունը Եվ խնդրում ենք Տեր Աստված, որպեսզի քո խաղաղության ամպերը գա այս երկրի վրա։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Հայր, շնորհակալություն քեզ Տեր։ Մենք օրհնում ենք քո սուրբ անունը այս վայրի մեջ Տեր, ու շնորհակալ ենք քեզ Հիսուս, որ հավաքված ենք քո անվանդ շուրջ, Տեր իմ արքով միասին բոլորով Տեր, մեր սրտից գոհություն ենք հայտնում դեպի քեզ, ասում ենք շնորհակալ ենք քեզ Տեր։ Շնորհակալ ենք ամեն վայրկյանի համար, որ մեր կյանքում կա Տեր իմ արքա։ Օրհնում ենք քո սուրբ անունով այսօրվա ծառայություն ու այստեղ գտնվող ամեն մեկին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Աստծուն։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը, ինչքան լավն եք, ինչքան սիրուն։
Տերը օրհնի շատ։ Գիտես, ես ու դու տունն ենք, համաձայն ես, ես ու դու հենց հիմա տունն ենք գտնում, ու գիտես, այնքան լավ է, որ տուն ունենք, համաձայն ես, չէ, այնքան լավ է, որ տեղ կա, որ գնում ես, տունը ապահով է, տունը քաղցր է, տունը սեր է լցրած, չէ, Ինչ լավ է, որ մենք Մոսկվայում տուն ունենք, ու գիտես դրա մեջ ինչն է ամենակարևորը, որ դու ամեն անգամ տուն ելնես, որ ես ու դու ամեն անգամ տուն ելնենք, որ մեր քուր աղբերներից ոչ մեկ հանկարծ անձրևին, ցրտին, փոթորիկին դուրսը չլինի, այլ տուն ելնի։ Ամեն։ Դրա համար միշտ ձգտի որ տուն ելնես, ես էլ եմ քո հետ տունը, Տերը օրհնի քեզ շատ, կողքինիդ ասա դու տունն ես, ու Տիրոջ ներկայության մեջ նստի։ Տերը օրհնի ձեզ շատ, շնորհակալություն։ Փառք Տիրոջը, գիտես, ինչի համար եմ ասում ես տուն եմ վերադարձել։ Չգիտեմ, կարող է մարդկա չի ճանաչում, մեզ իմ ընտանիքին մի տարի առաջ հովիվ գորը ուղարկեցին Սոճի քաղաք ծառայելու, Սոճից ձեզ մեծ ջերմ, տաք, արևոտ բարևներ, Փառք Հիսուսին, ու մենք երկու շաբաթից մեր մի տարեկանն է դառնում, Փառք Հիսուսին այնտեղից ձեզ լիքը բարևներ, դրա համար միշտ տուն գալը, ընդեղ էլ է տունը, որ արդեն այնտեղ խոսում չեմ ասում մեր Մոսկվան, արդեն ասում եմ Մոսկվան։ Մերը արդեն Սոճին է, դրա համար մեր Սոճիից մեր Մոսկվային լիքը բարևներ, Տերը օրհնի ձեզ շատ, սիրելիս բոլորից շատ կարոտել եմ, չգիտեմ, շատերին կարող է չճանաչեմ, առաջի հարկում անգամ 10-ից մեկին էի ճանաչում, որը գիտես մի կողմից շատ լավ որ եկեղեցին անընդհատ նոր մարդ է գալի, փրկվածների թիվը ավելանում է, Փառք Հիսուսին դրա համար։ Փառք Հիսուսին, դրա համար միշտ մնա տունը, տեղ չտա, ստեղ ապահով է, ստեղ քաղցր է, ստեղ պապան կողքը դա, միշտ մնա տան մեջ, Փառք Հիսուսին, սիրելիս մի խոսքի մասին եմ ուզում հետդ կիսվեմ, որը սրտի շատ կպել է, պատմության մասին ինձանից լավ գիտեք, 100%, բայց այսօր ուզում եմ մի հատ իրար հետ նորից այդ պատմությունը նայենք, եթե դեմ չես, հա, նայենք տնանք ոնց են արել, ինչ են արել, մենք էլ օրինակ վերցնենք, անցնենք, հա, 4 ընկերների մասին է պատմությունը, Դանիելի ու 3 ընկերների, ուզում եմ կարդամ առաջինը Դանիելի առաջի գլուխ 8-րդ խոսքից, 8-9 խոսքեր, Մինչ կկարդամ սիրելիս, տես, Նաբուգոնորոսոր թագավորը էթում է պատերազմ Իսրայել ժողովրդի հետ, սաղ ժողովրդին մի խոսքով սպանում է, գերիներ է վերցնում, որոնց թվում նաև Դանիելն է, Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը, ու գերի են բերում, թագավորը ասում է լսի, իր ներքնապետին ասում է լսի, գնա այդ հրյա գերիներից, տես ովքեր են, բարետես, արտաքինով, առողջ եւ այլը, բեր որ 3 տարի իրանց մեր գիրն ու լեզուն սովորացնենք, որ կային են թագավորի առաջ ծառայություն անեն։ Ներքնապետը գնում տղեկին հավաքում է ու թագավորը ռոճիկ է որոշում իր կերակուրից, ամենալավից, գինից, մի խոսքով, ասում է տղեկը թող լավ ուտեն, որ հանկարծ մեկը 3 տարի հետո կայնի իմ առաջ տեսքը անթերի չլինի, որովհետև այդքան 3 տարի իրանց կերակուրում են, գոնե արդյունք ստանանք, ու մեր Դանիելը տես ինչ անում, Դանիելն ու ընկերները, Ութերորդ խոսքից, և Դանիելը որոշեց իր սորտում, որ իրան չպղծե, թագավորի կերակուրովը և նրա խմած գինիովը, և խնդրեց ներքնապետից, որ իրան չպղծե։ Ուղղակի սրտում, մի հատ մարդ էր սրտում որոշեց, որ իրան չպղծի։ Իրա սրտում, ոչ մեկ չիմացավ ընկերների հետ։ Գիտես, մինչև քարոզը լրիվ սկսեմ, մի հատ սենց փոքր, բայց կարևոր վկայություն անեմ, հա, քեզ իմ կյանքից։ Դες շաբաթներ առաջ ծառայության էի պատրաստում երեկոյան, քարոզի վրա էի աշխատում, գրեցի, աղոթեցի, որ պիտի ամ քնեմ, աղոթքի ժամանակ, գիտես, աղոթում եմ եկել սրտումս սենց մի հատ միտք։ Ինչքան ֆինանս ունես, վաղը պիտի զոհաբերես եկեղեցուն։ Աղոթքը կիսատ օքեյ, ոնց ասես։ Ես մեր գործը խոնարհվելն է, համաձայն ես։ Սրտումս աղոթքի ժամանակ երեկոյան հաջորդ օրնա ծառայություն, երեկոյան որոշեցի, որ հարց չկա, ինչքան կա առանց կոպեկի, չեմ էլ մտածել վաղը հաց պետք է թե չէ, այդ իմ գործը չէ, իր գործն է, իմ գործը հնազանդվելն է, մնացածը ինքը երբեք սոված չի թողի, գիտես առավոտ 900-ի SMS-ից արթնացա, որովհետև հեռավոր կիլոմետրների վրա եղբայրը օրհնեց այն գումարը կլոր, որ արդեն որոշել էի, դες չեմ հասցրել գցեմ, մենակ հերիքա սրտումդ որոշում կայացնես, որ իրա սրտով է Սրտիդ մեջ որոշում կայացրիր իր սրտով, ինքը կողքդ կայնացա նախորոք է պատրաստում, չի սպասում, որ դու գնաս, գցես, հետո ժամանակ անցնի մտածես, բա ինչ անելու, նախորոք առավոտ հələ ես եկեղեցի չեմ հասել, հələ նորմալ չեմ էլ արթնացել։ Տեր ասում է, բալես, սրտումդ որոշեցիր, ես տեսա, որ դու հաստատ ես որոշել, գալիս եմ կողքդ կայնեմ։ Երկար մտածելու տեղիք էլ չի տալի, Փառք Հիսուսին։ Ու այս մեր Դանիելը նույնն անում, ասում է, Աստված ջան, որոշում եմ ոչ գինի եմ խմելու, ոչ թագավորի կերակուրից։ Ասում եմ, խնդրում եմ էլի ներքնապետին, ինչ կլինի, ինձ մեր տղեկին ջուր տուր, մեկ էլ ընդեղ են ուտելիք։
Ցորեն բրինձ մյուսը։ Ասում է տրանից դուր, ասում է գիտես ինչ կարևոր բան ասում է, լսի, ընդամենը 10 օր եմ խնդրում։ 10 օրի ժամանակ դու տղեկի հետ, 10 օրից հետո փորձի, եթե տեսքս վատ կլինի տղեկի հետ, մենք կանենք նենց ոնց որ դու ես ասում։ Ինչ ես կարծում, Դանիել ինչ քայլ արեց։ Հավատքի քայլ, չէ, հավատաց Աստծուն, ասում է Տեր ջան, քո առաջ ես չեմ ուզում ինձի պղծեմ, ես ուզում եմ ինձի պինդ պահեմ։ Ու գիտես 10 օր փորձաշրջան վերցրեց, 10 օրվա մեջ, որ փորձվի տնա ինքը ու իր տղեկը ինչ տեսք են ունենում։ Ու գիտես 10 օրից հետո պատմությունը լավ գիտեք, ավելի ընտիր էին 10 անգամ, քան են մնացած տղեկը։ Շատ հաճախ մեր շատ սիրելի հավատացյալները ծոմ են պահում, զրկվելով ամեն ինչից, որ լավ տեսք ունենան։ Ծոմը լավ տեսքի համար չի, ծովերը հոգևոր հարցեր լուծելու համար է։ Ամեն հոգե մի խառնի, երբ որ ծոմ ես պահում, ես մեր եկեղեցում գիտես ինչ ասի, Աստծո հետ ժամանակով ոչ մի բան չանես։ 10 րոպե աղոթեմ ու անդադ ժամին նայես, տենաս 10 րոպե երբ հասնում, հենց անցավ всё ամեն։ Կամ ինչ որ սրտիդ խորքում թող նիհարելը մյուսը ծոմի առիթ չլինի քեզ։ Պահում ես քիչ բայ, բայց սրտանց կարևոր բայ, որ Աստված պատասխանի։ Ձևական բայցի դե Աստված չկա կներես։ Ինչքան ուզում ես տանջի քեզի, հա։ Ու գիտես տղեկը պահում են 10 օր հետո ընտիր են լինում։ Փոքր կարացա վստահի Աստծուն։ Այսօրվա վերնագիրը այսպես եմ գրել. կարող ես ինձ վստահել, ինձ չես իրելիս։ Պապային։ Կարաս պապային վստահես։ Բայց մի հատ կարևոր բան կա նաև, տղեկը ինչի միանգամից 3 տարի չուզեցին։ Սկզբից սկսեցին։ Գիտես, երբ որ մեկի հետ հարաբերությունների մեջ ես մտնում, ծանոթանում ես ընկեր, բարեկամ, մյուսը, հո միանգամից ամբողջ կյանքդ չես վստահում կամ ամեն ինչը չես վստահում, ժամանակա չէ պետք, որ երկուսդ էլ փորձվում եք, տենում ես ինչքան տոկոսային հարաբերություններով է կարելի վստահել դիմացինին, համաձայն ես, չէ, միանգամից ու սիրտը չես բացում դեմը։ Տղեկն էլ նույն բան, գիտեին ում են դիմում, բայց գիտես, հələ այդքան էլ վստահ չէին, ասին գոնե 10 օր փորձենք, Տեր ջան, քո առաջ 10 օր փորձում եմ, Տերն էլ ասեց տղեկ, փորձեք հետները դեմ։ Փորձեցին ընտիր գտնվեցին։ Ու 10 օրից հետո երբ որ ընտիր գտնվեցին, համարձակությունը ավելացավ, ոնց մեր Աստված պատասխանում է, Աստված են պուջուրին էլ պատասխանում։ Աստծո հետ եթե ուզում ես մեծ բաների հասնես, սկսի փոքրից։ Կարող է հավատքդ մեծին չերիքի, հետո հիասթափության առաջ կանգնես։ Դրա համար կամած Հիսուսին գնան գերություն արա հետը։ Կամած, մի դիր 15 գլուխ կամ 7 ավետ Հռոմեացիից սկսած 7 գիրք կարդա, ոչ մի բան չի։ Կամած տես պատասխանում է թե չէ։ Ամեն։ Ու շարունակում է մեր եղբայրը 3 տարի հետո ոչ միայն դեմքով են գեղեցիկ լինում, պատմությունը գիտեք, իրանք ավելի իմաստուն, ավելի օրհնված, ավելի պարգևներով լցված են լինում, քան մնացած տղաները։ Ու տես ասում է 12-րդ խոսքից աղաչում եմ փորձիր ծառաներիդ մի 10 օր եւ մեզ տուր ուտելու համար ընդեղեն եւ խմելու համար ջուր։ Եվ նա լսեց նրանց այս բանի համար եւ նրանց փորձեց 10 օր եւ 10 օրից հետո նրանց դեմքը ավելի լավ էր, մարմնով գեր էին, քան թե այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագավորի կերակուրից։ Ամեն։ Սրտումդ որոշում կայացրեցիր, այնտեղ տենում են, ես ու դու կարանք չտենանք։ Այնտեղ տենում է, մի անգամ ասում է բալես հետդ եմ, դուխով մինչև վերջ։ Համաձայնես, դուխով մինչև վերջ։ Տղեկը 10 օր փորձեցին, չէ, Աստված պատասխանում է։ Ոնց Աստված ինձ լսում է, ես գիտես ինչ եմ մտածում, ասում եմ Նյուժելի հրյա ժողովրդից այդ 4-ն էին։ Ինչ ես կարծում այդ հրյա ժողովրդին, որ կոտորեցին գերի վերցին 4 հոգի են վերցրել, չէ։ Մնացած բոլորն էլ Աստծո մասին գիտեին։ Նման չէ մեր կյանքին շատ ժամանակ։ Մեկը տենում ես 100 հոգուց 4-ն են Տիրոջ մեջ բարձրանում, Տիրոջը կպած են մնացած տենց եփ պատահի։ Պետք է կպնել Հիսուսին, եփ պատահի Աստված կողքդ չի կայնած։ Կպած ես երկինքը մինչև վերջ հետը տա։ Կպած չես կներես, ասում եմ ես ուզում եմ քո համար լավ անեմ, բայց չեմ կարա։ Ու անցնում է ժամանակ։ Տարիներ անցնում։ Նաբուգոդոնոսոր թագավորի գլխում մի հատ միտք է փայլատակում։ Ես որ այսքան զորավոր եմ, այսքան ուժեղ եմ, ամեն ինչ իմ տիրապետության տակ է, խի մի հատ արձան չսարքեմ, սաղ մի հատ երկրպագեն, սաղ մի հատ խոնարհությունը տենամ հենց հիմա։ Կապ չունի, Աստծուն են հավատում, ում են չեն հավատում։ Ասում եմ, խի մի հատ տենց առիթ է, էլի մի հատ իմ հզորությունը ցույց տամ ու մեծ արձան է սարքում։ Պատմությունը գիտեք, ասում ով լսի սրնգի, փողի, մյուս նվագող գործիքների ձայները խոնարհվեք։ 3 հոգի չեմ խոնարհվում։ Խնդիր եկել է կյանք, որ քեզ չոքասի, չեմ չոքելու։ Իրավիճակներ եկել է քեզ Աստծուց կտրի, չեմ կտրվելու, հակառակը քո ինադու Աստծուց ավելի եմ պին բռնվելու։ Քո ինադու ավելի եմ Աստծուց բռնվելու, որովհետև գիտեմ, ինչ հարց կա, պատասխանը Հիսուս է։
Ինչ իրավիճակ գա իմ կյանքում, պատասխանը Հիսուսն է։ Հո ես գիտեմ։ Արդեն փորձվել ենք 3 տարի ամեն օր հրաշքի մեջ էինք։ Ինձ տենց ասուց չես կարա կտրես։ Ուզում ես փորձություն բեր։ Ես քո բարձրացած արձանին չեմ խոնարհվելու։ Տղեկը տենց էլ անում են։ Բայց գիտես չարախոսը քնած չի։ Գալիս ապրում ես սուրբ կյանքով եկել ես Հիսուսին Տեր ու Փրկիչ ես ընդունել ջան, հանգիստ, մաքուր, սիրուն ապրում ես, մեկ էլ հոպ մի գեղեցիկ կամ տգեղոր անօրենը գալիս է կողքդ կայնում է իր տհաճ անակնկալով։ Դե եղբայր ջան կամ քուր ջան, դե կարաս անցի, կարաս էլի Հիսուսին ասա փառքես հալելույա։ Արդեն դժվարանում ես։ Արդեն դե Հիսուս ջան չես տնում, ախր որ մեղքիս համար մեր շատ հայ ժողովուրդն է, չէ՞ տենց ասում։ Մանավանդ որ մի երկու օր ավել կարդացած եմ մի անգամից, բայց որ մեղքիս համար, լսի, քեզ Տեր ուզում ավելի բարձրացնի։ Եթե այսօր փոքրի հարցերը չլուծես, վաղ մեծն է գալու։ Մի անգամից տապալվելու ես։ Տերը կամած քեզ ու ինձ ուզում է սովորացնի։ Ամեն, գիտես իմ աղջիկը տարուկես կանա, մի տարեկանից սկսել է քայլել, բայց գիտես արդեն մոտ 200 անգամ ընկել է գետնին։ Այն առաջի երկրորդ անգամ որ ընկնում էր, այն պապայի պես վազում էի բարձրացնում էի, հետո երրորդ չորրորդ ասի հոп։ Չի կարելի ախր։ Հա իմ սիրտը ցավում է, վատ պապա չեմ։ Շատ եմ սիրում իմ երեխուն։ Գիտես, բայց ինքը այդ բարձրանալու, կանգնելու գինը չի իմանա։ Հետո եթե մյուս անգամ որ ընկնի, տենց ընկած սպասելա, տնա որ մեկն է իրան բարձրացնում, չի թող բարձրանա։ Հիմա որ բարձրանում է, ընկնում է, բարձրանում է, սկսում է ծափ տալ, որ մալադեց ինքը հելել է։ Գիտես, Աստված թույլ է տալիս, ասում է, բալես, ընկել ես, քո ուժերի մեջ է, կարաս բարձրանաս։ Հա խնդիրը եկել է, ուզում ես, ես կողքդ կայնած եմ, տես, լուբոյ ժամանակ, յուրաքանչյուր ներողություն, յուրաքանչյուր ժամանակ կողքդ եմ, կարամ բարձրացնեմ, բայց ախր դու էլ ձգտի ինձ, էլի հել մի հատ թափտասա Փարքես Հիսուս ջան, ինչքան է դժվար լինի, ընկար ցավոտա հելի ասա Փարքես Հիսուս ջան։ Այդ ժամանակ Տերը գալի կողդ կայնում, ասում է, բալես, մալադեց, ես քո համար ինչ ես ուզում որ անեմ։ Ամեն տղեկը գիտես, այդ 3 տարուց հետո գավառի Բաբելոնի գավառի վրա պաշտոնավորներ էին դարել, 3 ընկերները, որ գնում են չարախոսում են թագավորին, ասում են թագավոր, 3 հոգի քո ասածի ինադու են անում, չեն խոնարհվում։ Թագավորը ասում է բերեք տղեկին։ Գալի տղեկին տենում ասում է լավ, էլի տղեկ, ես էլ ձեզի լուրջ պաշտոնի եմ տվել, դուք պետք է իմ դեմ դուրս գայք։ Մի հատ էլ հնարավորություն տալի ասում է տղեկ, եթե հիմա ձենը լսեք, խոնարհվեք, գնացեք ձեր կյանքը ապրեք։ Գնացեք ձեր կյանքը ապրեք։ Անենց լավ ասում ես, կարդանք տեղը, բայց տղեկը որոշում ունեն, գիտես ինչի, որովհետև հավատում են Հիսուսին, որովհետև հավատում են Աստծուն։ Գիտես, եթե Աստծո հետ շփում չունենաս, այն 3 տարին ու ավել շփում չունենաս Աստծո հետ, մոռացի խնդրի եկած ժամանակ դու հիշես Աստծուն։ Գիտես ինչ ես անելու, ոնց որ ես արել եմ ժամանակին անցել եմ։ Հենց հիվանդություն է գալի, մի անգամից հիշում ես այն քո ամենա պուպուշ բժշկին։ Հենց ֆինանսական իրավիճակը գալի, մի անգամից մանես գալի են հաջողակ ընկերոջդ, բարեկամիդ, հոպարիդ, պաշտոնավորին, մյուսին, ինչ խնդիր գալիս է, մարդկային, երբ որ կպած չես Հիսուսին, այն փոքր վստահությունը իրար հանդեպ չունեք, գիտես ինչ ես անում, ասում ես, պապ ջան, կներես, լի կարող է ձևական աղոթես, ոնց որ ես ժամանակին աղոթում ես, բայց գնում ես մարդկային հարցը լուծում ես, Աստված հերրից կայնած, ասում հələ տենամ ինչ ես անում, արա, տանջվի, վերջում գալիս ենք ջարդված, առնաշաղախ Հիսուս ջան, խնդրում եմ, էլի ողորմությունով անցկացնում եմ։ Պետք է որ այդքան ջախջախենք, տղեկը գաղտնիքը գիտեին։ Ինչ ուզում ալի, չեմ չոքելու։ Մի պա գիտես, մի քիչ շատ եմ մտածել ես խոսքի վրա, ասում տղեկ, մենք ստեղ որ օրինակ փառաբանում ենք, ասում տղեկ, չի կարա ասեք Հիսուս ջան, փառքեզ օրհնված լի քո սուրբ անունը խոնարհվում եմ քո առաջ, ով էր տենալու քո մտքի մեջ։ Հա արի անկեղծ լինենք էլի, ձևականություն էլի իհարկե։ Չէին կարան, էին կարային։ Խոնարհվեին ասին Հիսուս Աստված ջան, փառք ենք տալիս քեզ, բայց փառավորին ցույց տան թագավորին, որ տես քո արձանի վրա ենք անում։ Չէ, երբ որ դու Աստծուն իսկականից հավատում ես, իսկականից կպել ես ու գիտես, որ քո Աստվածն է, իմ քարոզած Աստվածը չի, այլ քո Աստված, դու ձևականությունն էլ քեզ պետք չի ընդհանրապես։ Համաձայն ես թե չէ։ Քեզ ձևական գիտես, չխոնարհվեմ, ինչ ուզում ալի իմ Աստված իմ կողքը կայնած է, մինչև վերջ 3 տարի փորձ ունեմ։ 3 տարի ամոթով չի թողի, մինչև վերջել ամոթով չի թողի, բայց մի հատ փոքր պայման կա, որ դու քո տեղը պետք է մնաս, հա։ Ես ու դու մեր տեղը պետք է մնանք սրբության, մաքրության, օրհնության մեջ, որ Աստված էլ կարողանա միջամտի մեր կյանքում։ Դանիել 3-րդ գլուխ 22-րդ խոսք։ Տղեկին ասում են այդ չարախոսները գնում են ասում են թագավոր ասում է դե բերեք տղեկին։ Տղեկին բերում են կարդամ։ Որովհետև թագավորի խոսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառված էր։ Այն մարդկանցը, որ վեր առան Սեթրակին, Միսակին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը։ Մեր հավատացյալների իրավիճակի նման է։ Խնդիրը գալիս է,
Տղեկը մի հատ լավ բան ունեին, պանիկային տեղ չտվին, վախին, տագնապին, անհանգստությանը, ոչ մի բանի տեղ չտվին։ Գիտես, վախ, տագնապ իմ ու քո կյանքում, որ ընդունել ենք Տեր Հիսուս Քրիստոսին մեր կյանքում Տեր ու Փրկիչ, էդի ազդանշանա սատանային։ Ազդանշանային վախը, տագնապը, անհանգստությունը, թերհավատությունը, որ չեմ հավատում Տեր ջան, որ դու կարաս ես կրակից ազատ ես ախր։ Հիմա որ մեկիդ հարցնեմ, կրակը չի վառում, իհարկե վառում է։ Իհարկե վառում է, երբ որ Հիսուսին կպած ես, Հիսուսի հետ ես մտնում կրակի մեջ, ոչ մի բան քեզ չի կարա կպնի, ոնց որ տղեկին։ Երբ որ Հիսուսի հետ ես մտնում, ու գիտես, ասում է տղեկին տանում են, այ Աստված ջան, ախր ոչ մեղք են գործել, ոչ էլ չես տենում, հեսա կմեռնենք։ Բա մենք դրան ենք արժեն, այսքան իզուր սուրբ ապրեցինք, այսքան իզուր քո անունը բարձր պայեցինք, չխոնարհվեցինք, որ դու փառավորվես, մեզ տանում ես կրակի բերան։ Շատ հաճախ մենք ենք տենց ամ։ Մի ամիս կներեք բարիս համար, պլոտնի, Աստծո խոսք ենք խոսում, ծոմ ենք պահում, աղոթքի կյանք ենք ունենում, գիտենք всё, չկա մեզ նման, ինչ խնդիր կա, գալի դեմներս ջարդվի։ Մեծ խնդիր է գալու, տենակ էլի ես կարելու։ Ինչքան դու մեծանաս, այնքան խնդիրը քո կյանքում մեծանալու է։ Հասնի այն կետին, որ հասկանան քո այդ գործ չունեն ընդհանրապես։ Ինչ անում են, Հիսուսին ավելի ես մոտիկանում։ Մեր կյանքում տենց պետք է, երբ որ խնդիրը կամ իրավիճակը գալիս է բացասական, ոչ թե մենք Աստծուց պետք է հեռանանք, վազենք մարդկայինով հարցին լուծում տալ, այլ հակառակը, եթե պինդ բռնված էինք, ավելի պինդ բռնենք Հիսուսին, ամեն։ Երբ որ ավելի պինդ ես բռնում, ոնց գալու է քեզ չխփի, երբ որ Հիսուսին բռնած ես ելնում, Հիսուսը մի հատ մեծ կներեք աբլոշկա է անում քո շուրջ բոլորը, որ քեզ ոչ էլ վնասելնի։ Թեկուզ գնաս հասնես կրակի մեջ, թեկուզ քո աչքով տեսնես, որ քեզ տանողները վառվում են, քո նման խնդիր ունեցողները խնդրից տակից չեն կարած է դուրս գան, քո հիվանդությունը ոչ մեկ չի ունեցել ու դու հիվանդություն ես ունեցել ու տես հանկարծակի հիշում ես, չգիտեմ ոնց մի հատ հիվանդություն ես, որ ոչ մի անգամ չես լսել։ Մեկ էլ քո մոտ հայտնաբերվում է։ Հաջորդ օրը 5 հոգի քո նման ճարում ես, որ այդ հիվանդությունից ունես ու ապացուցում են, որ դա անհնար է բուժելը։ Բժիշկները սաղ կյանքդ պիտի դեղ խմես, սաղ կյանքդ սենց պիտի անես, լսի դու Հիսուս ունես։ Քո մոտ չի կարա տենց լինի, ոնց որ մնացածի մոտ։ Ոնց որ տղեկի, թեկուզ եթե մարդկային քո աշկը ու քո միտքը քեզ ասում է, տես կրակը քեզ վառելու է։ Մենք շատ հաճախ մինչև կրակին հասնել ասում ենք, այ Աստված ջան, չես տենում, որ մենք կրակին տետ մենք վառվենք, բայց մինչդեռ կարդանք ես Աստված, Աստծո որդին կրակի մեջ է։ Կրակի մեջ ինձ ու քեզ կայնած այն փորձվելու են ամենավերջի վարքյանին ուզում է քեզ ու ինձ պատասխանի։ Իսկ մենք կանգնած տեղ Հիսուս ջան, ուր ես, չես, Հիսուսն դες ասում է, տղեկ, եկեք։ Ոչինչ եկեք, ձեզ բան չի լինի։ Այ Աստված ջան, հենց նոր վառվավ, ձեզ բան չի լինի, կարաս ինձի վստահես։ Կարաս Աստուն քո իրավիճակը վստահես։ Կարաս այն ինչը որ քո համար ծանրություն է, բեռադառը կարանաս հանձնես Աստուն, վստահես։ Ասես Տեր, այսօրվանից հետո վсё էլ չեմ կարող, մարդկային էլ չի լինում։ Ան, օգնի էլի։ Սրբությունը պահելով, տենամ Աստված չի գործելու մեր կյանքում։ Այն էլ ոնց է գործելու։ Այն էլ ոնց է գործելու։ Ասեմ ավելին, Փառք Հիսուսին, ասեմ ավելին, Աստված դրան էլ սպասում է իմ ու քո կյանքում։ Դրան էլ սպասում է, որ գաս հերիք եղավ, բոլ եղավ տառապեմ, հերիք բոլ եղավ վախենամ հիվանդությունից, ֆինանսական դժվարությունից, ինչ իրավիճակ գալիս է, ընտանեկան անախորժությունից, դրանք ամենը, գիտես խիա գալի, որ ավելի կպնես Աստծուն, ավելի մոտիկանաս Աստծուն։ Ընտանեկան հարաբերությունների մեջ խնդիր կա, ոչ թե պետք է իրար վրա ներողություն գորգռալով անցկացնենք, այլ միաբան ասենք լարի, հարցի լուծողը Աստված է։ Ընտանիքում ֆինանսական խնդիր կա, Աստված թողել է, որ նախ ամուսիններով միաբան լինեք ընտանիքով, երկրորդ կպնեք Հիսուսին, կպնեք Հիսուսին։ Տղեկը սա անարատ էին անում, բայց իրանց գլխին էլ փորձանք եկավ։ Տղեկ, եթե մեկ խորոված ելնեք, վերջ ուրիշ տարբերակ չունեք։ Մարդկային ռազումը, ասենց ասեմ, գիտակցությունը, աչքերը, բոլոր շրջապատը ասում է դուք էլ շանս չունեք, էսի ձեր վերջն է։ Հիսուս Քրիստոսը վերջում կայնած ասում է տղեկ եկեք էսի սկիզբն է ինչի մասին է խոսքը քո կյանքում վերջը մարդկային վերջը Տիրոջ համար սկիզբ է սկզբի հնարավորությունն է կարաս գնաս հասնես վերջին Փառք Հիսուսին գնա էլի գնա մենք հասնում ենք այս վերջի աստիճանին որ Հիսուսին արդեն պետք է գրկենք այ Հիսուս ջան բայց վախենում եմ բայց կարողա քո հասկացողությանը մի վստահի Եթե մենք հավատացյալ ենք, Աստծուն հավատացող Հիսուսին ունենք մեր կյանքում, հասկացողությունը դիրմի կողմ։ Ինքը միշտ թշնապում ես հակառակ ալնելու քեզ։ Չի ուզում որ դու բժշկվես, ինքը ուզում է որ դու Հիսուսից մի քիչ հեռու ապրես, որ վախի մեջ ապրես, տագնապի մեջ ապրես։ Աստված էլ հակառակ ուզում է որ դու ապահովության մեջ ապրես։ Իրան վստահես, ինքն էլ երբեք։ Լսի, իմ ու քո Աստված երբեք ամոթով չի թողում։ Մի հատ պայման կա, եթե սուրբ ենք ապրում։ Ամեն։ Մեր Աստված ամոթով թողող Աստված չի ու շարունակությունը տեսեք Փարավոնը, որ կռապաշտ էր, ասում է, և
Այս երեք մարդիկը Սեթրակը, Միսակը եւ Աբեդնագովը ընկան կրակով բորբոքված հնոցի մեջ կապված։ Հերիքչի, եթե պատմությունը հիշում եք, եթե հերիքչի մի հատ ուղակի վառած էր, 7 անգամ ուժեղացրին, ուժեղացնելուց հետո էլ մի հատ էլ կապեցին, թե կրակի մեջից ոնց էին հասցնելու փախնեին։ Ելնումա չէ, մի հատ դժվար իրավիճակ է գալի, այ Աստված ջան, խնդրում եմ էլի, Աստուն աղոթում ես, որ պետք է սպասում ես լավ բանել, մեկ էլ երկու անգամ ավելի վատ բան է գալի։ Այ Հիսուս ջան, ես աղոթում եմ, ոնց որ չի լսվում, հա։ Էլ լսվում է, կարաս գնաս հասնես Հիսուս Քրիստոսին, կարաս հետաս Հիսուսի մոտ։ Գցեցին կապված։ Շարունակությունը կարդամ։ Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը ապշել էր եւ շտապելով վեր կացավ եւ խոսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք 3 մարդ գցեցին կրակի մեջ կապված։ Նրանք պատասխանեցին եւ ասին թագավորին. Այո, ով թագավոր։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա 4 մարդ եմ տեսնում արձակված, արդեն արձակված։ Եվ ման են գալիս կրակի մեջ եւ վնաս չկա նրանց վրա։ Վնաս չկա նրանց վրա։ Լսի, քո հարևանը, անգամ քո բարեկամը կներես, որ սենց մի քիչ ավելի նեղ տեղ է մտնում, քո ընտանիքի անդամ են, որ Հիսուսին չի հավատում։ Քեզ քո հավատքը, քո խնդրի մեջ եղած ժամանակ, որ ամեն ինչ ուրանալով բռնված ես ելնում Հիսուսին, Հիսուս ասում է, տես բալես, համ կապանքներդ կազատեմ, համ կրակը քեզ բան չի անի, համ էլ կրակի մեջ իրար հետ դուրս կգանք, համ էլ քո պատճառով իմ անունը կփառավորվի, համ էլ քո բարեկամները կհավատան, որ ես եմ ամենակարող Աստվածը քո կյանքում, որը 10 տարի ասում ես, մեկա չի մտնում ուղեղները։ Ասում է, ես մի իրավիճակում մի քանի հրաշք կանեմ, մի իրավիճակում մենակ քեզից մի բան է կախված, կարաս ինձ վստահես։ Ինձի վստահել, ես ուզում եմ քո կյանքում հրաշք կանեմ, քո կյանքով ես փառավորվեմ, իմ հրաշքով դու շրջապատիդ մեջ բարձրանաս, որովհետև դու կենթանի Աստված ունես, կենթանի Աստված։ Ու գիտես, փառավոնն անգամ, թագավորն անգամ ապշում։ Ասում է, ոնց մենք գցել ենք 3 հոգի ենք գցել կապանքներով, ասում ազատված է, ազատ է կրակի մեջ, խնդրին մեջ կարացի ազատ լնես։ Երբ ես ազատում, երբ որ Հիսուսից բռնված ենք ելնում, երբ որ Հիսուսից բռնված ես, ամեն ինչից արձակված ես, ինչքան էլ ֆիզիկապես կապված լինի։ Շարունակումը։ Այն ժամանակ մոտեցավ Նաբուգոդոնոսը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Սեթրակ, Միսակ, Աբեդնագով, բարձրյալ Աստծո ծառաներ, դուրս եկեք։ Ուզում եմ տղեկի անվան տեղը, երբ որ կկարդաս, խնդրում քո անունը դիր հավատքով կարդա։ Ով էս ինչ դուրս արի քո իրավիճակից Հիսուս Քրիստոսի անունով։ Անենց ապրի, որ կարանաս կրակի մեջ հանդիպես Հիսուսին։ Գիտես, եթե տղեկը վրեն թերություն ունեն, կրակը վաղուց իրանց կերել էր։ Շատ վաղուց։ Չհասած դեր կրակին արդեն, գիտես, երբ որ անարատ ես գնում Հիսուսի մոտ, Հիսուսն ասում է ջան բալես, ուղ սրտովս ես անում, հլարիտ ես, հեսա քեզ ոնց եմ շրջապատից զարմասում, այն որ քո Աստուն չէին հավատում, մեկ-մեկ էլ ծաղրում էին, մեկ-մեկ էլ քեզ ցնդած հավատացել էին ասում, հեսա չոքելուն ասեն ինձ էլ էլի ծանոթացրել այդ Հիսուսին։ Ինձանից քեզանից շատ բան է կախված, շատ բան է կախված, կարանք միջև վերջ պինդ բռնենք, կարանք կրակին չնայենք, կամ եթե անգամ նայում ես, կրակի հզորությանը չնայես, այլ Աստծո հզորությանը նայես քո կյանքում։ Այդ ժամանակ կարաս մտնես, աշկերտդ փակ թե բաց կմտնես։ Ես չեմ կարծում տղեկը 3 ընկերներին տանում են պատկերացրեք, գցեն կրակը ու վախով այ Աստված ջան, բայց ինչի համար։ Չէ, ասում էին բարձրալի ծածկոցի տակ բնակվող ամենակարողի շուքի տակ է հանգս, սաղմոս ասելով գնում էին։ Ես գիտեմ ում եմ վստահում, փորձ ունեմ արդեն 100% վստահություն ունեմ Աստծո առաջ, որովհետև երբեք ամոթով չի թողել։ Դրա համար կրակը ինչա որ չհանի։ Հիվանդությունը ինչա որ չբժշկի։ Խնդիրները ինչա որ Աստծո մոտ անլուծելի ոչ մի բան չկա։ Այդ մենք ենք ստեղով մեզի դնում ճակերտների մեջ, դրանից բացի մի հատ էլ Աստծուն ենք տեղավորում այդ ճակերտների մեջ, ասում ենք դե անհնար է ու 2 հոգի էլ կողքից ասում են հա մեր կյանքն էլ ատենց 3 հոգի էլ մահացան այդ հիվանդությունից դու պիտի ապրես Աստծո փառքը տարածես այն մնացածի վրա որ կասկածում են որ այդ հիվանդությունը կարա բժշկվի դու պիտի լինես օրինակ այս երկրի վրա ես ու դու պիտի լինենք պիտի Աստծո փառքը տարածող լինենք Աստված էլ ուրախանա մեր միջոցով ամեն ուզում ես չէ համ դու օրհնված ես Համ Աստված քեզանով ուրախանա, համ էլ են շրջապատիդ մարդիկ գան Հիսուսին, ասեն, «Օ, չէ, այսքան վաղ որ ասում էր, փաստորեն ճիշտ էր ասում, էլի»։ Իր Աստված տենց վերացական ինչ որ Աստվածի երկնքներում բնակվող ռեալ հենց հիմա ստեղ է, մեզանից ավելի ռեալ, քան երբևիցե կարա լինի։ Կարաս Հիսուս ցույց տաս։ Կարաս այնքան վստահես Աստծուն, որ կարանաս Հիսուս ցույց տաս։ Այն ժամանակ Սեթրակը, Միսակը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջիցը։ Նաբուգոդոնոսորը պատասխան տվեց եւ ասեց. Կռապաշտ մարդ։ Լսի, ոչ թե անհավատ, այլ կռապաշտ թագավորը ամբողջ ժողովրդի առաջ քո պատճառով
Դες ինչ ասում։ Օրհնյալ լինի քո Աստված, անունները չեմ կարդում։ Քո Աստված, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց ծառաներին, որոնք նրան ապավինեցին եւ թագավորի խոսքը անարգեցին։ Լսի, գալիս է իրավիճակ, գալու է ու ավելի է գալու, անարգի, բանի տեղ մի դի։ Բանի տեղ գալու է պատոշի պես կպնի քեզ, տենա արհամարում ես, իրան արհամարված, զրկված զգա, թողի գնա։ Ուրիշ տարբերակ չունի, որովհետեւ կողդ Հիսուսն է։ Այ երբ որ այդ կրակի մոտ գնալուց ասիր Աստված ջան, դե այսքան սուրբ հապրեցի, բայց որ մեղքիս համար Աստված ասել է, բալես կրակի մեջ ես մենակ մնացի, քեզ եմ սպասում, չես գալի։ Վերջը Աստծո համար սկիզբն է իմ ու քո կյանքի։ Եթե մենք մտածում ենք վերջն է, Աստծո համար սկիզբն է, Փառք Հիսուսին։ Ժամանակները անցնում նորից։ Տղեկը պատվով դուրս են գալի, տես 3 հոգու պատճառով ամբողջ թագավորությունը ճանաչեց, իմացավ կենթանի Աստծո մասին։ Մեր շրջապատում քանի հոգի իրական տեսել է Աստծո զորություն իմ ու քո կյանքում։ Եթե 1-2 արի ավելացնենք։ Եթե вообще չկա, խնդիր արի ավելացնենք։ Էդ էլ մենակ Տիրոջը վստահելով կարաս։ Դες իմ վկայությունով մարդու կյանքում դժվար թե կարանաս բան փոխես, քո վկայությունով կարաս փոխես։ Քո վկայությունով ոչ թե իմ պատմած Հիսուսի արած հրաշքներ, այլ քո տան մեջ, քո ծածուկ սենյակում հանդիպածդ Հիսուսին, որին վստահում ես, ինքն էլ քեզ ամոթով չի թողում։ Այդ Հիսուսին հելնում ասում ես, լսի, իմ կյանքում էս արը, իմ կյանքում արը, չեմ լսե ինչ որ միտեղ, ինչ որ քարոզիչ չի ասել, հովիվը չի պատմել, իմ Աստվածը իմ կյանքում հրաշք արել։ Այդ մարդկանց կյանքում սառույցը քանդվում է, մեծ թագավորը կայնում ասում է, սրանից հետո քո Աստծուց ավելի ճիշտ Աստված չկա։ Ու թող փորձի մեկ Աստծո անվանը սխալ բան ասի։ Կարան կնենց անենք, որ Տիրոջ անունը բարձր պահենք մեր կյանքում։ Նորից անցնում է ժամանակներ, Սիլես ու Նաբուգոդոնոսորի մահից հետո գալիս է Դարեհ թագավորը։ Գալիս է տարօրինակ երազներ է տենում, Դանիելը մեկնաբանում է, Դանիելի հետ մտերմանում են, ընկերանում են։ Տղեկ իրանց արդեն գավառներն են իշխանություն անում ու թագավորն ու Դանիելը ընկերանում են իրար հետ։ Ու Դանիելին դնում է կառավարության բոլոր ղեկավարների վրա 3 հոգի մարդ են դնում, որից մեկը Դանիելն է ալում ու դաժե Դարեհը մտածում է, որ Դանիելին դնի ամենավերևը։ Էլի են անօրենները հիշում ես, անօրենները գնում են խորհուրդ են անում, ասում է, հեսա Դանիելի վրա մի հատ կներեք բարիս համար 1000 անգամ, մի հատ հեսա կեղտ բռնենք, ու տես ոնց ոտերի տակը փոսփորենք, որ ընկնի։ Գնում են, փորձում են, ոչ մի բան չկա։ Պատկերացնում ես, գնում փորփրում են, ոչ մի բան չեն գտնում։ Չգիտեն ոնց ասեն, վերջում ասում են, հա, հեսա իր հավատքով իրան կբռնենք։ Ելնում է, չէ՞ որ բան ես խոսում, մեկին քարոզում ես, մեկ էլ հաջորդ օրը ասում ես Աստված հավատարիմ է քեզ, կօգնի, մեկ էլ հաջորդ օր ինչի մասին քարոզում ես, գալիս է դորոտ տուկ ատալի տնա դու ոնց ես անցնում այդ իրավիճակը։ Տղեկ հասին Դանիել ասեց, «Փարավոն քո կողմն եմ, հետդ եմ, գնում ենք առաջ»։ Դարեհի ու օգնականները սկսեցին Դանիելի համար թակարդ լարել։ Ու գիտես գնում են ասում են Դանիել, թագավոր, արի գիտես ինչ անենք, Դանիելից թաքուն, արի հրաման ստեղծի, որ մի ամիս քո Աստծուց քեզանից բացի ոչ մեկ իր աստվածներին չաղոթի։ Բացարձակ ոչ մեկ։ Մենակ Դանիելի խաթր են անում։ Տեսել բան ու գործ չունեն անելու։ Գիտես, մեկը Աստծո մարդ երևում է էլի։ Այն սուրբ ապրող մարդ երևում է էլի։ Գիտես ոնց է որ այն կատարյալ խավարի մեջ մի հատ փայլուն լույս է հոգևորը։ Այ ես ու դու այդ տենց ենք մեր շրջապատում, մեր գործի տեղը, աշխարհում այդ խավարի մեջ մի հատ ծագող լույս ենք, որ ամեն մեկին գիտես ինչ ենք անում, զզվացնում ենք մեր լույսով, որի անունն է Հիսուս։ Ու գիտես, ասում է, արի կնքենք, Դանիելին չեն էլ ասում։ Թագավորին համոզում են, այս թագավորը պեչատ է դնում, որ մի ամիսով աղոթի բացի թագավորից պետք է գցվի առյուծների գուբը։ Տղեկին կյանքի նման, ախր սուրբ իմ համար ապրում եմ։ Ինչ կարիք կա, որ խնդիր կա։ Ախր Աստված ջան, դու ասում ես, չէ, սուրբ ապրի, սուրբ ապրողին կհետևեն օրհնությունը, հաջողությունը, բարգավաճումը եւ այլ։ Այս սուրբ եմ ապրում, բախի է խնդիր գալի իմ կյանքում։ Այդ տղեկ իրեքն էլ սուրբ էին ապրում։ Խի բերին հասցրին կրակի բերան։ Աստված ուզում է նախ քո վստահությունը լինի 100% Աստծո հանդեպ, երկրորդ ուզում է ինքը քո կյանքի մեջ փառավորվի, երկրորդ քեզ մեծացնի։ Տղեկը դրանից հետո մեծ ուժեղ տղեկ էին կենթանի Աստծո ներկայացուցիչները երկրի վրա։ 6-րդ գլուխ 10-րդ խոսք։ Եվ երբ որ Դանիելը իմացավ, թե հրովարտակը ստորագրվեցավ, գնաց իր տուն եւ իր պատուհանները բացեին Վերնատանը դեպի Երուսաղեմ։ Եվ օրը 3 անգամ ծնկի վրա էր գալիս եւ աղոթք էր անում, գովաբանում էր իր Աստծուն, ընդ որում սրանից առաջ այդպես էր անում։
Չէր անում այն ժամանակ, երբ որ խնդիր եկավ։ Ավելի Հիսուսին չգնաց մոտիկ կպնի, անհոգ ապրում ես մի 2 տարի, արդեն դել ձերի հետ ես Աստվածաշունչ կարդում, ձերը ծոմ պահելը դե ֆիգուրաս տեղը լինի ծոմ եմ պահում եւ այլ, դες խնդիրը եկավ, գնաց նորից իր համար աղոթեց, բայց հավատացյալների կյանքում գիտես ինչ անում, խնդիրը որ գալիս է, գնում Աստծուց մեկը ման են գալի, տեն մեն Աստված չկա, վազում են Աստծո հետևից։ Դանիելը տեղը գիտեր, Հիսուս իր սենյակում է։ Գնում եմ ես աղոթեմ, վերջ։ Գնում եմ, ինձ չի հետաքրքրում ինչ է եկել կյանքումս, ես ոնց ապրել եմ, այնց էլ պետք է ապրեմ, որովհետև կապ չունի ինչա գալու իմ կյանք, մի բան կապ ունի, որ իմ Տերը Հիսուս Քրիստոսն է, վերջ։ Իմ Տերը Աստված է, ու ինչ էլ գա, ոնց եկել է, այնց էլ գնալու է։ Մենակ ես անարատ պահեմ ինձ։ Մենակ անարատ պահեմ, ասում է, դրանից առաջ ինքը նույն ձև էլ անում էր։ Ես ուզում եմ մի հատ ներողություն եմ խնդրում անեկդոտի համար, կարող է շատերը լսած ելնեք, ուրեմն անտարի կենդանիներին հավաքում են, ասում են տեսեք ինչ ենք անում, ով որ իրան համարում է խելացի կենդանի, թող կանգնի ձախ կողմում, ով որ համարում է իրան իմաստուն կենդանի, թող կանգնի աջ կողմում։ Ամեն մեկը բաժանվում է ըստ իրանց պատկերացման, բայց կապիկը գնում է ձախ, գնում է աջ, գնում է ձախ, գնում է աջ, այսպես արագ գնում է, ասում են հələ ստոպ, էլի ինչ ես անում, ասում է, լսի, չեմ կարող կողնորոշեմ, ես սիր ունեմ, թե իմաստուն, ու գնում գալիս է։ Գիտես, շատ հաճախ կներես համեմատությանս համար, մենք հոգևորներս պետք եղած ժամանակ վազում ենք Աստծո կողմ։ Կներես, պետք եղած ժամանակ մեր շրջապատի մեջ վազում ենք շրջապատի կողմ։ Ու տենց էլ սաղ կյանքերս անցնում է, միացտե։ Ու մոռացի, սիրելիս, որ այտենց վազելու ժամանակ, խնդիրը գալու դեպքում Աստված կողքդ կկանգնի, մտնելու ես կրակի մեջ, վառվելու ես, մոխրանալու ես, հետո ասել ես Աստված ջան, խի, խնդիրը գալու է քեզ կուլտ, ասել ես խի, որովհետև չես կողնորոշվել որտեղ ես։ Իսկ մեր միակ տարբերակը Հիսուսի ոտերից պինդ բռնելն է, ավելի պինդ, ամեն։ Տես Դանիելը խնդիր եկած ժամանակ չգնաց վազեց, Հիսուս ջան, խնդրում եմ օգնի։ Ասեց, ես գիտեմ, ամենակարող Աստված ունեմ, իմ աշկով 3 տարի ջուր ու բանջարեղեն եմ կերես, հենց ասեմ, հա։ Տես ամենալավ տեսք ունեմ, պարգևները ստացել եմ, տղեկ իմ աշկի դեմը կրակի մեջից հելան, ինչ Աստված ունեմ, ոնց կարամ ես մի հատ հրովարտակից վախենամ։ Գնում եմ նորից աղոթում եմ։ Նույնն էլ Դանիելն ասում, Դանիել, ախր ինա դու ես անում, այդ մի ամիս էլ լուսամուտները թակաղոթեիր էլ, ինչ Աստված չեր լսի։ Կամ սրտումդ էլի, սրտումդ աղոթի, ինչ անպայման չոքեիր, ձեռներդ բարձրացնեիր, որ ինա դու սախտենա, լսի, երբ որ ես ու դու հավատում ենք, վստահում ենք Աստծուն, մեզ պետք չի ձև բռնել։ Մեզ պետք չի ձև բռնել ինչ որ բանի համար, չէ, այսօր չենք կարող, ոնց կաս այնց է շարունակում ես։ Գիտես ինչի համար, դու քո վստահության մասին ես խոսում Աստծո հանդեպ։ Դու ասում ես Տեր ջան, կապ չունի այն վաղ լավ էր, ես մենակ լավի համար քեզ չեմ փարտալի, խնդիր եկել է, պիտի մեռնեմ ըստ օրենքի։ Ինչ չի հետաքրքրում, ես քո հետ եմ։ Ինչ չի հետաքրքրում։ Այ համարձակությունն էլ ասում է ջան, իմ սրտով ես ասում, հեսա տես ոնց եմ հրաշքանում քո կյանքում։ Ու Դանիելի ստանում են գցում են առյուծների գուբը։ 6-րդ Դանիել 6-րդ գլուխ 16-րդ խոսք։ Այն ժամանակ թագավորն ասեց. «Եվ բերին Դանիելին, եւ նրան գցեցին առյուծների գուբը։ Թագավորը պատասխանեց եւ ասեց Դանիելին. Քո Աստված, որին դու պաշտում ես անդադար, նա ազատե քեզ»։ Մի հատ բան եմ ուզում ինձ ու քեզ հարցնեմ, համել բռնցնենք էլի։ Հեսա կկարդամ Դանիելը, երբ որ փարավոնը գնում է Դանիելին ասում է. «Լսի, քո Աստված կարացավ քեզ ազատի»։ Ասում է ով դարե թագավոր, ասում է Հավիտյան ողջ կա, ասում է ես խնդիր չունեմ, որ ինձ կարող առլույցը կուլ տա։ Ես առիթ չեմ տվել, որ խնդիրը կարողանա գա ինձ կպնի։ Հա եկել է իմ կյանք, բայց ինձ չի կարող կորցնի, գիտես ինչի համար, որովհետև առաջին Աստծո առաջ անարատ եմ։ Երկրորդ քո առաջ էլ հանցանք չեմ արել։ Տես ամենակարևոր բաներից մեկը։ Հիմա ես քեզ հարց տամ, առյուծը մարդ չուտի, այն էլ սոված առյուծ։ Գիտես այն ժամանակ դա պատժի միջոցներից մեկն էր, որ առյուծներին թողում էին սոված, որ մահապատիժ գցեին, միանգամից հոշոտ էին այդ մարդկանց։ Նույնն էլ Դանիելին են տանում գցում, այն նույն առյուծի դեմ, որ սոված սպասում է։ 17-րդ խոսք. «Եվ մի քար բերին եւ դրին գուբի բերանին»։ Թե առյուծի ձեռից ասով կարա պրծի, որ մի հատ էլ քարը բերում եք փակեք։ Եվ թագավորը կնքեց իր կնիքովը եւ մեծամեծերի կնիքով, որ Դանիելի նկատմամբ բան չփոխվի։ Մինչև ուզում եմ շարունակեմ, գիտես Դարե թագավորը այն ժամանակվա համեմատական կարգով ասեմ իշխանությունն էր ինքը, զորությունն էր ինքը, ֆինանսն էր ինքը,
Սաղ բժիշկները իր այդ տրամադրության տակ էին, ամեն հնարավորություն ուներ իր ընկերոջը օգնելու։ Ամեն, թե ֆինանսապես, թե ամեն հարցով կարող օգներ, բայց գիտես, չօգնեց։ Գիտես ինչի համար, որ Աստված Դանիելին փառավորի, երբ որ գալիս է քո կյանքում, իմ կյանքում իրավիճակ, խնդիր, նեղություն, ֆինանսական դժվարություն, առողջական խնդիրներ, լսի, ոչ քո ամենա ուժեղ բժիշկը կարող օգնի, ոչ քո միլիարդատեր ընկերը, ոչ պաշտոնավոր ինչ-որ մեկը, տես սաղ դարեթակավոր, որ կարդաս պատմությունը, ես չկարդացի, ասում եմ, ամբողջ օրը տանջվում էր ձև էր մանգալի, որ Դանիելին փրկի։ Լսի, Աստված հատուկ կփակի ամեն դուռ, որ ինքը քո կյանքում հրաշքանի, որ դու հասկանաս, որ քո Տերը, քո փրկիչը, քո ազատիչը, քո բժիշկը, քո ամեն ինչի հարցը ինքն է մենակ։ Ուրիշ տեղ ման մի արի, մենակ ինքն է։ Ինքն է ուզում, որ քո կյանքում, որ դու ունենաս Աստված ու դու հարաբերություն, ձեր մեջտեղը ոչ մեկ չլինի։ Դրա համար Դանիելին գցեցին, թագավոր անգամ չկարացավ օգնի։ Ու շարունակությունը տեսեք, հետո մեր սիրելի եղբայրը Դարեհը գնում է Այն ժամանակ թագավորը Արշալույսին վեր կացավ կանուխ եւ շտապելով գնաց առյուծների գուբը։ Լավ թագավոր էր, բարի թագավոր, բայց անզոր էր։ Երբ որ թողում ես, որ Աստված գործի, լսի կողքիդ մարդիկ ինչքան էլ ուզեն չեն կարալու քո կյանքում, քո իրավիճակում որոշում տան, կարողա փորձեն, բայց այդ ժամանակ առյուծը քեզ կուլ է տալու։ Կարողա փորձի ազատի, բայց առյուծը քեզ կուլ կտա։ Դրա համար թող Աստված էլի միջամտի, ու տես շարունակությունը ինչ ասում։ Եվ երբ որ գուբին մոտեցավ, Դանիելին կանչեց տրտում ձայնով։ Դե մարդը որ Աստծուն չի հավատում, նորմալ է, որ արդեն հույսը կտրած լինի, որ Դանիելից ինչ որ բան կա, պրոստը Դանիելի համառությունը տենալով, որ ամբողջ օրը աղոթքանում, իրան կապ չունի, իրան հրաման են ստորագրել, հրովարտակ կա, կապ չունի, հեսա գցելու են առլույցի գուբը, ինքը մեկ է իր Աստծո հետ, անջտված ապրում է, կներեք։ Դե ինչ ուզում է թողա, ես Հիսուս ունեմ, ինչ խնդիր ուզում ես, հենց հիմա անունը տուր, ես ասում եմ, Հիսուսի անունը իզորույա ազատելու։ Հիսուսի անունը իզորույա ազատելու։ Դանիել ասում է, ինչ ուզում ես արա, ես Աստված ունեմ։ Ուզում եք գցեք առլույցի գուբ, այդ իմ խնդիրը չի, ես իրան վստահում եմ։ Ես իրան վստահում եմ, ես իրա կողմից եմ։ Ես գիտեմ, որ ինքն էլ իմ կողմից է։ Իհարկե անարատությունը պահելով։ Տրտում ձայնով կանչեց տրտում ձայնով թագավորը խոսեց եւ ասեց Դանիելին. «Ով Դանիել, կենթանի արդեն դες մի հոգու պատճառով անգամ թագավորն է այս կներեք այս բառ օգտագործեմ պրիզնատ գալի որ կենթանի Աստված գոյություն ունի իրանց չաստվածներից բացի ասում է կենթանի Աստծո ծառա քո Աստվածը որին դու պաշտում ես անդադար ոչ թե խնդիր եկած ժամանակ սիրելիս անդադար կապ չունի իրավիճակներից կարողացավ քեզ ազատել առլույզներից ու սրտի թրթիրով սպասում է Դանիելի խոսքին կամ էլ առյուծի մռնչոցին նայած թե ում կյանքից ինձ ձենա գալի խնդրի ժամանակ այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ ով թագավոր հավիտյան ողջ կաց 22-րդ խոսքը իմ Աստված ուղարկեց իր հրեշտակը եւ նա փակեց առյուծների բերանը եւ նրանք ինձ չվնասեցին որովհետեւ նրա առաջին մաքրություն գտնվեցավ եւ ինձ վրա Եվ քո առաջին էլ ով թագավոր մի հանցանք չեմ արել։ Ասում է եւ նա իր հրեշտակներին ուղարկեց, փակեց առլույցի բերանը։ Սիրելիս, ես չեմ ասում Աստվածաշունչն ասում, ես չգիտեմ քո կյանքում ով է բերանը բացել, ինչ խնդիրն է 7 անգամ թեժացել, որ դու էլ չգիտես ինչ պիտի անես։ Ես մի բան գիտեմ։ Երբ որ անգամ առլույցը բերանը բաց քեզ է սպասում, սոված որ քեզ կուլ տա Լսի արխային գնա առլույցի մոտ խնդրիցդ մի վախեցի խնդիրդ էլի եմ ասում ազդանշան է սատանայի համար որ դու արդեն իրա դաշտում ես երբ որ ասում ես Տեր ջան կրակի մեջ ելնի գալիս եմ առլույցն ելնի գալիս եմ որտեվ այնտեղ կիզակետում Աստված քեզ սպասում գնում ես Աստված էլ քեզ օրհնում է հանում է փառքով ամեն փառքով հանում է քեզ ոչ էլ ոչ դու ես ամաչում ոչ վնասվում ես մի հատ էլ բոլորի համար մեծ օրինակ ես լինում որ ամենակարող Աստված քո կյանքում գործում է ասում է Թագավոր ասում է ողջ կաց հավիտյան։ Իմ Աստված իր հրեշտակին ուղարկել է սաղի բերանը փագում է։ Սաղի։ Ինչքան էլ ուզում է խնդիրդ բարձր գոռա։ Լսի, Հիսուսի անունով կարաս իր բերանը փակես։ Հիսուսի անունով կարաս իր բերանը փակես, մի վախեցի։ Երբ որ վախենայր կուտեր, ու գիտես շարունակությունը չեմ կարդա, բայց այն ովքեր որ թագավորին կներեք բզբզացել էին Դանիելին առլույսների գուբը գցելու, գիտես ինչ արին, որ պատմությունը կարդաս իրանց հələ չեն հասե առլույսների մոտ։ Առլույսները արդեն իրանց ընտանիքներին հոշոտեցին։ Անես չի որ առլույսը ախորժակ չուներ դրա համար Դանիելին չկիրավ։
Սպիտակ շորերի վրա որ բիծ ալնում, առլուց ավելի է գազազում սիրելիս։ Պետք է մաքուր լինի, սպիտակ լինի, որ այդ սպիտակ լույսից ոնց որ ասեցի, վառվի աշկերները, չկարանան քեզ տենան, չկարանան քո տեղի իմանան։ Դու Աստծո ներկայացուցիչն ես այս երկրի վրա։ Մի թող խնդրեմդ այնքան մեծանա, որ դու պարտվես։ Խնդրեմդ ինչքան մեծանում է, քո ին վստահությունը իր հանդեպ պետք է ավելի մեծանա։ Երբ որ խնդրեմդ քո հավատքից մեծ ալնում, մոռացի որ Հիսուսը տեղ կայնած կլինի։ Տղեկը 4 հոգի էին, որ մեծ օրինակ են ինձ ու քեզ թողել։ Ոչ մեկս կրակի բերան չենք գնացել, ոչ մեկս առլուծի բերան չեն գնացել, բայց ամեն մեկս մեր հոգսի չափը ունենք, որ մեր համար կամ արյուծա կամ կրակի հնոց։ Բայց այնտեղ Աստված քեզ սպասում է։ Ու մի կարևոր բան եմ ուզում քեզ ասեմ, սիրելի քուրս ու աղբերս, երբ որ իրավիճակը գալիս է ու քանի դեռ շատ ուշադիր, քանի դեռ կրակը քեզ չի կերել, քանի առլուծը քեզ չի կերել, դու չես կարող ասես, որ Աստված քեզ չի պաշտպանել, չես կարող ասես, որ Աստված քո կյանքում հրաշք չան, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ վերջի վարքյանդ լինի, չես կարող ասես, որ Աստված չի պատասխանել։ Հասի կարացի գրկես Հիսուսին։ Երբ որ գրկում ես, ել չես կարող ասես, չասում ես Աստված փառավորվեց, Աստված ինձ էլ փառավորեց երկրի վրա, օրհնեց, էս էլ իմ կենթանի վկայությունը։ Քանի դեռ խնդիրդ քեզ չի կերել, դու հնարավորություն ես Հիսուսի հետ գրկախառնվելու։ Այ երբ որ գրկախառնվում ես, վերջ, հարցերը սաղ լուծվում է։ Ամեն։ Գիտես, Առակաց 3-րդ գլուխ 5-րդ խոսքում ինչ լավ բան ասում է, քո հասկացողությանը մի վստահիր։ Ասում է քո հասկացողությանը մի վստահիր։ Ապավինի Աստծուն։ Գիտես ինչ ասում է, եթե առլուծը սոված արյուծները կամ բերանը բաց սպասում են, որ դու գաս ուտես, այդ հալուս հասնես իրան, քեզանից զզվեն։ Այդ սոված արյուծը, որ միսա փափագում, այդ հալուս հասնես այնտեղ, քեզանից զզվեն։ Մենք այնց պետք է ապրենք, այնց պետք է Տիրոջը վստահենք, որ ամեն խնդիր, որ գա հասնի մեր դրան մոտ, մենք այստեղ է եկել, իմանայի չի գա, ինչ անիմաստ ժամանակ կորցրի։ Ես ու դու այն մարդիկ պետք է լինենք այս երկրի վրա ապրող, որ ինչ էլ որ գա, ոնց եկել անես փոշմանածել հելնի գնա։ Ամեն, այդ ինձանից քեզանից է կախված։ Ինչքան Հիսուսին, փառք Հիսուսին, ինչքան պապային պինդես բռնում, ուզում է կրակ լինի, ուզում է արյուծ լինի, խնդրիդ ինչ անուն ուզում ես տուր սիրելիս։ Ես կրակն ու արյուծն եմ ասում, բայց խնդրիդ ինչ անուն ուզում ես տուր, ու կապ չունի ինչ խնդիր։ Հերիքաստեղ որոշում կայացնես, որ Տեր ջան, ինչ ուզում ա լինի, միջև վերջ։ Տես տղեկը փոքրից սկսեցին։ Ասում է ինքը իր սրտում, ոչ մեկին չասես, ոչ մի տղա չգինի, ասի, պրոստը մենք ուզում ենք սենց անենք, մեզի փորձի։ Հերիքաս սրտումդ որոշեցիր, մինչև վերջ գնալու։ Երկինքը տենում է։ Ուզում եմ ասեմ, որ մինչև վերջ գնացողների հետ երկինքն էլ է մինչև վերջ գնում։ Կեսից հիասթափողների, վախեցողների հետ երկինքը ասում է, բալես, կներես, շատ եմ ուզում քեզ օգնեմ, բայց չեմ կարա, դու չես թողում։ Դրա համար մինչև վերջ գնացող եղի, մի վախեցի։ Ինչքան էլ դժվար լինի, կներես են արնաշաղաղել ելնես, մինչև վերջ գնա, Հիսուսը այնտեղ քեզ սպասում է։ Քանի չես հասե Հիսուսին, հետո Հիսուսին չմեղադրես, բա Աստված խի չօգնեց։ Աստված այնտեղ է սպասում։ Դու չես որոշում Աստված քեզ որտեղ սպասի, Աստված է որոշում քեզ որտեղ սպասի, ոնց քեզ օրհնի ու բարձրացնի։ Ուղղակի մենք հաճախ առակացում լավ ասում, ստեղիդ մի վստահի։ Ստեղիդ մի վստահի։ Հիվանդությունը գալու է քեզ վախցնի, որ քեզ կուլ տա։ Պանիկայի մեջ ոչ թե վազելու ես սենյակդ, որ Հիսուս այնտեղ նստած է, բժիշկների բժիշկը, որ մտնես հավատքով կարաս բժշկված դուրս գաս, զանգում ես արդեն ծանոթների տնասով, որ բժիշկը կա։ Ինչ տեղ, որտեղից կարանք հասցնենք։ Լսի, ամենակարող բժիշկը դե առանց դեղի էլ բժշկում է։ Գիտես, Աստծո աջ ձեռքում հավիտենական կյանքն է, ձախ ձեռքում փառքն ու հարստությունը։ Ֆինանսական կարիք ունես, սենյակդ վազի։ Ընտանիքումդ անխաղաղություն է, սենյակդ վազի։ Սաղ հարցերի պատասխանը սենյակումդ է, հեռու մի մանարի, ստեղ է, որոշումդ կայացրա, մտի սենյակ, ասա Հիսուս ջան, մինչև չվերցնեմ, չեմ եթալու։ Արդեն հասել եմ արյուծի բերան, արդեն հասել եմ կրակի մեջ։ Էսա կուտի, հետս ես թե չէ։ Գալիս ասում եմ, բալես ոնց հետդ չեմ։ Բա ոնց հետդ չեմ։ Բա քո հետ չլնեմ, ում հետ լնեմ։ Բա քո հետ չլնեմ, ում հետ լնեմ։ Սիրելիս, քո Աստված, քո հետ չլնի, ում հետ լնի։ Մի հատ կարևոր բան կա ուղղակի, ոչ մի քարոզիչի Աստծուն հույսդ մի դիր։ Գնա բացի տունդ քո Աստվածաշունչը, քո ծածուկ սենյակում քո Աստծուն գթի։ Քո Աստծուն գթի, թող քո Աստված քո կյանքում հրաշքանի։ Թող քո Աստված քեզ հանի կրակի մեջից, թող քո Աստված իր ռեշտակին ուղարկի պրոբլեմիդ բերանը փակի, որ չկարանա քեզ վախցնի, չկարանա քեզ ուզենա կուլ տա, գնա քո Հիսուսին գտի։ Բայց կարացի վստահ ես, էլի։ Էդ էլ գիտես
վստահություն առանց հավատք չի լինում։ Իրանք փոխկապակցված են։ Եթե չկա հավատք, չկա վստահություն, չկա վստահություն, չկա հավատք։ Գնասա Հիսուս եկել եմ, հետդ եմ։ Ամեն։ Խնդրելու եմ, որ ոտքի կանգնես։ Գիտես, մենակ դու գիտես, թե քո խնդիրը, քո խնդրեմը, որ աստիճան է եկել հասել, դու արդեն կրակի մոտ ես, արդեն քեզ գցել են գուբը, արդեն քարն են պատրաստվում դնեն։ Լսի, եթե մանչես եկի Հիսուսին, քո հնարավորությունն ասես, Հիսուս, հենց հիմա կանչում եմ քեզ, արի, ես համաձայն չեմ ես իրավիճակին, արի, օգնի, ես չգիտեմ քո վերջի վստահության աստիճանը որտեղ է լինելու, բայց մի բան կարամ ասեմ քեզ։ Մենք ունենք մի հատ շատ լավ աղբեր, անունը Աբրահամը, բոլորդ գիտեք, 100 տարի երեխա չունեցավ, բայց դրանից բացի վստահեց Հիսուսին, Աստծուն մինչև վերջ, Աստված իրան երեխա տվեց։ Ասես քեզ մեծ ազգ եմ սարքելու, էլի հավատաց Աստծո խոսքին, էլի վստահեց Աստծուն։ Անցան տարիներ, Աստված մի օր ասեց Աբրահամ, այն տողն, որ քեզ տվել եմ, կտաս ինձ հետ, զոհաբեր ինձ, բայց այ Աստված ջան, ախր տենում ես էլի, բայց ինչ մեղք եմ արել, որ իմ երեխուն ուզում ես, լսի, մեղք չես արել, մի հատ փոքր ուռվենա մնացել, որ անցնես դրանից հետո վերջ, էլ ինչ էլ գա, ասել ես գիտեմ իմ Աստված, ինչ էլ լինի իմ Աստված հանելու է, ասում է Տեր ջան, քո տվածնա քեզ եմ տալիս։ Ես իմ երեխուն գիտես ոնց եմ օրհնում, ամեն օր օրհնում ենք, ասում եմ Հիսուս ջան, շնորհակալ եմ ես հրաշքի համար, ոնց որ տվել ես ամեն օր ես քեզ եմ հանձնում, թող քո պաշտպանությունը լինի։ Ես չեմ մտահոգվում ինչ կարա լինի, ինչ էլ լինի ինքնա տվել, իրան էլ տալիս եմ, վստահում եմ իրան, ամեն օր։ Աբրահամ ասում է Տեր Աստված ջան, դու ես տվել, ճիշտ է, ինձից ցավոտ է, ես քեզ էլի վստահում եմ, բայց աստիճան կար, որ լրիվ չէր վստահում։ Տանումա որ զոհաբերի արդեն ստեղ որոշած։ Գիտես, Աստված տենում, Աստված սրտեր ու մտքեր, երիկամունքներ քննող Աստված ամեն, ու քո իրավիճակը տենում է, դու կասկածում ես, չես հավատում, մտածում ես, հա Աստված ամենակարող է, բայց դե քո կյանքում արդեն հելնա ինչքան է խորացել խնդիրը դժվար, քո կյանքում կարա այդ զորությունը լինի, քո կյանքում կարա այդ բժշկությունը լինի ու երբ որ Կորինթացից կարդում ես, հեղինակը գիտես ինչ ասում է, երբ որ Աբրահամը, իմ բառերով ասեմ, հա, ասում է, երբ որ Աբրահամը իր երեխուն ուզում էր արդեն զոհաբերել, ասում է, զոհաբելու ժամանակ մտքում հավատաց, որ եթե անգամ իր երեխան մեռնի, Աստված իրան մեռելներից հարություն կտա։ Այն ամենակրակի կիզակետում Աստված կանգնած քեզ ասպասում, ասում է, եթե անգամ մեռնի, եթե մարդկություն ասի վերջ, փրկություն չկա, դու չես կարող այդ ֆինանսական դժվարությունից ելնես, քո ընտանիքը չի խաղաղվի, մյուսը քո բժշկությունը չես ստանալու, դա հավիտյան չի բժշկվում։ Հիսուսը ասում է, բալես բժշկվում է։ Բալես խաղաղվում է, բալես ազատագրություն կարա գա, բալես հետ տտեմ, կարաս մինչև վերջ վստահես։ Աբրահամ իր մտքում անգամ ասում է զոհաբերում եմ, ինչքան էլ թանկ լինի, վստահության վերջի աստիճանը։ Ասում է զոհաբերում եմ, որովհետև մտքում ու սրտում ասում է անգամ եթե հենց հիմա իմ երեխուն սպանեմ իմ ձեռով, իմ Աստված հավատում եմ, որ հարություն կտա։ Լսի, եթե մտածում ես արդեն վերջ երազանքդ մեռել է, Աստված հարություն կտա, կարաս իրան վստահես։ Իրան վստահի թող հարություն տա, որ դու քեզ կներես ես բարի համար լավը զգաս։ Կողիններին ասես տեսար ինչ Աստված ունեն, ոնց որ մնացածները գետինը մտան ամոթից, որ այդքան կուրքեր էին բերում, տղեկ հասին չենք խոնարհվում, կրակից էլ դուրս ենք գալու, ահա։ Հիսուս ունենք, աշխարհը չունի։ Դե եկեք փորձենք։ Եկեք փորձենք։ Ուղղակի դրա մեջ էլի եմ ասում, մի հատ փոքր կարևոր բան կա, անհարատությունն է։ Ու չես կարա Հիսուսին կպած լնես ու անարատ չլնես։ Ներողություն խոսքիս համար նորից այն կենթանու իրավիճակում չհայտնվենք, հա շրջապատում, դե չի մենք ինչ հավատաս, հա դե մենք եկեղեցի հիմա, ով չի հավատում Աստծուն, ոնց որ ես էի ժամանակին անում, իսկ եկեղեցում առաջի աղոթողը դու ես, որտեղ կաս եղի Հիսուսի ներկայացուցիչը, որտեղ կաս քո իրավիճակի մեջ, քո խնդրի մեջ, քո շրջապատի, քո տան մեջ, այն ամուսինդ կամ կինդ կամ երեխեդ, որ Փառք Հիսուսին այն ընտանիքի անդամ, այն ընկերներդ, որ մտածում ես, էսի ապաշխարության բաներ պետք է չի իր տեղը դժոխն է, լսի, ինձ ապրի, որ իրավիճակից այսպես պարզ ճակատով Հիսուսի հետ դուրս գաս, ասի ոնց, ես այդ Հիսուսին եմ ուզում։ Կարանք, չէ, ինձանից ու քեզանից է կախված։ Տես, Աստված օրհնելու, ազատագրելու, բժշկելու ոչ մի խնդիր չունի։ Այնտեղ ոչ մի բանի կրիզիս չկա։ Մեր ստեղ է կրիզիսը։ Կներես, որ սենց եմ ասում, ստեղ է մեր խնդիրը։ Մենք շատ հաճախ նայում ենք ֆիզիկական աչքերով, հավատում ենք, բայց շատ հաճախ ձեռի հետ։
Իսկ Աստված ուզում է ասի, բալես, կարաս տես երկրպագում ես կամ աղոթում ես, ինչ տարբերություն է, աչքերդ երբ որ փակ ես անում, ոնց որ կպնես երկինքդ, երբ որ բաց ես անում, ամեն ինչը շեղում է։ Լսի, եկել է իրավիճակ, Հիսուս ջան, քեզ եմ վստահում։ Հիսուս ջան, ես գիտեմ, որ դու ամենակարող ես, փրկող ես, ազատագրող ես, բժշկող ես, կրակից էլ կհանես, դու արգուսն էլ չի ուտի եւ այլ եւ այլ։ Մնացածներին կարաուտի քո աշկի առաջ, որ քեզ ավելի վախեցնի։ Սատանան գալու աստի ասի, լսի, այդ քո Աստված չէր, որ ասում էր քեզ կփրկեմ, բա ուրա հələ նայ աշկի դեմը մեռան, քեզ մի քայլա մնաց է։ Լսի, հələ մի քայլ ունես բաց։ Հələ բայց մի քայլ ունես Հիսուսին հանդիպելու։ Հələ մի քայլ ունես, գցել են առլուծի գուբ, քարը վրա դրել են։ Հələ առլուծը չի կերե ինձի։ Հələ ժամանակ ունեմ միջև առլուծը հասնելու, ասեմ Հիսուս, հենց հիմա արի, խնդրում եմ։ Հրեշտակ ուղարկելու է։ Լսի, խնդրեմդ մի թող այնքան մեծանա, որ քո համար անհաղթարելի լինի։ Հենց տենում ես խնդրեմ ուզում արդեն ծիլ տա, մեծ ոտով ասա Հիսուսի անունով, թող չքվի, կարող է քո կյանքում մի քիչ երկար տևի, դա էլ քո պատերազմն է։ Բայց երբ որ անարատությունդ պահում ես, կապ չունի ինչա, նորից եմ կրկնում, կապ չունի ինչա, ինքը ոչնչանում է, մոխրանում է Տիրոջ ներկայությունից քո կյանքում։ Դրա համար արի ինենց ապրենք, որ հենց խնդիրը գա կամ չհասած մեզ մոխրանա կամ էլ գա ասի արա սուր եմ եկել անիմաց ժամանակ կորցեցի մեկ է իր կյանքում բան չեմ կարա փոխեմ հələ հակառակը մի բան բերեմ ավելի ակպնելու ասուն ինձ ավհատելնելու արի պինդ կանգնենք էլի ամեն նորմալ չի որ 10 տարի գանք եկեղեցի էլի ատամը ցավը ասենք վայ ես ատամը ոնց հա ցավում բա ինչ ենք անել թանկ ատամնաբուժի մոտ օրինակն եմ բերում ատամի ցավը նորմալ է բժիշկի գնալը ես դեմ չեմ առաջինը վազի սենյակում գլխավոր բժիշկը տեղ նստած է Գլխավոր հարցերիդ պատասխան տվողը սենյակումդ նստած է, մինչև հեռախոսդ պետք է վերցնես, համար հավաքես, առանց դրա կարաս ասես Հիսուս, ուր ես։ Սենյակում ես, հլարի մի հատ իրավիճակի մեջ եմ ընկել, իրար հետ պետք է հելնենք։ Կարացի Հիսուսին ստեղ ունենաս, որոշումներդ ստեղ կարանաս կայացնես, հենց կայացրեցիր սիրելիս։ Նույն վարքյանին Աստված պատասխանում է, պրոստը պետք է հասնես այնտեղ։ Այդ հասնելու ճանապարհներ կարող է վախենալ լինի, կրակոտ լինի, կարող է առլույց հանդիպի, բայց գնա մինչև վերջ։ Իմ վկայությունով ավարտեմ ծառայությունը։ Գիտես, երբ որ սրտումս ստացա աղոթքի ժամանակ, ուղղակի օրհնում եմ երեկոն, որ քնեի, որ վաղը ծառայության ենք։ Սրտումս ստացա, ասի, օքեյ, իմ գործը չի հետո ես հաց ունենալու եմ ուտելու թե չէ։ Իմ գործը չի հետո ինչ ա լինելու, երբ որ իրան վստահում ես, ինքը ասում է, բալես, դու հանգիստ քնի, ես ամեն ինչ հոգ եմ տանում։ Երբ որ վստահում ես, հանգիստ ես քնում, անուշ ես քնում։ Գիտես, երբ որ չվստահի, սաղ գիշեր հելնելու եք քայլենք, բա ինչ եմ ան, լավ, հիմա բա, սատանան գալու է ասի, բա վաղը մեռար սովուց։ Այ ժողովուրդ Հիսուսը արդեն պատրաստել է ստեղ, որոշումդ կայացրած է պապ ջան, նայ ոնց եմ քեզ զարմացնում։ Միջև վերջ գնալու եմ կրակի մեջ, 100% գիտեմ, ինձ չի վառել ու չի վառելու։ Հերիքա վախեցած, հələ չհասնես կրակին արդեն մոխիր ես ելնում։ Դրա համար արի մեր խնդիրները, մեր իրավիճակները Հիսուս Քրիստոսի անունով մեր կյանքում մոխրանան, ոչ թե մենք վախենանք ու տրվենք վախին ու տագնապին ու խնդիրներին, ամեն, որն էլ մեզ հեռացնում Աստծուց։ Թող Տերը օրհնի քեզ շատ, թող Տիրոջ օրհնությունը լինի քո վրա։ Փառք Հիսուսին, ես կարծում եմ, որ գոնե այսքան իրար հետ, ես էլ քո հետ, այնպես չի եկել եմ սենց լավ բաներ եմ ասում գնամ, ինչ ասում առաջին ինձ եմ ասում, ես էլ քո հետ, այդանք տուն, եթե բան կա հələ մի քիչ կասկածում էինք, մտածում էինք, ինչ, ասա Հիսուս ջան, արի իրար հետ մի հատ խոսանք էլ, ես ուզում եմ քեզ վստահեմ, օգնի կարանամ վստահեմ։ Աստված ասում է, կարաս ինձ վստահես։ Կարաս ինձ վստահես, ես ուզում եմ քեզ օգնեմ, ես ուզում եմ քո հարցին պատասխանեմ, ես ուզում եմ, որ դու ուրախ լինես, օրհնված լինես, ես ուզում եմ, որ շրջապատիդ մեջ ոչ թե հավատացյալ էլի տեսան հեսա կմտա հավատացյալ եմ, կենթանի Աստված ունեմ, այնքանա դուրս գալի ասում է Դանիելի Աստված, ասում է կենթանի Աստված է, տղեկի Աստված ասում է կենթանի Աստված է, լսի իմ ու քո Աստծուն պետք է կենթանի ցույց տանք, ոչ թե խաչի վրա։ Դա էլ ինձանից ու քեզանից է կախված մեր անարատությունով, մեր Աստծուն վստահելով։ Ամեն։ Փառք Հիսուսին, Տերը օրհնի քեզ շատ։ Փառք մեր Աստծուն։ Ես նորից շատ ուրախ եմ ձեր ամեն մեկին տենալու։ Ինձի շատ հաճախ հարցնում են, ասում են, Մոսկվան կարոտում ես, ասում եմ, չէ։ Մենակ այսքան տեղը ու այստեղ գտնվող մարդկանց։ Մնացած ոչ մեկին այդ սերը, քաղցրությունը այնքան համով է, այնքան լավն է, դրա մեջ մնա։ Այդտեղ է Հիսուս ապրում, որ ստեղից գնաս, այնպես չի Հիսուսը ստեղ ամնում, հետդ գալիս է, կարաց իրան միշտ ունենաս։ Երբ որ եթում ես տուն, երբ որ ստեղից կհելնես հանկարծ մի բան էլ կգա, ասա ես Հիսուսի հետ եմ հելել եկեղեցուց, անհնար է որ գա ինձի կարողանա կոտրի, դա արդեն իմ ու քո պրինցիպի հարցն է, ասենց ասեմ, դու պետք է մինչև վերջ ամուր մնաս, որովհետև
Երկինքը մինչև վերջ գնացողների հետ այդում է մինչև վերջ ու փառավոր հանում է վերջում։ Վերջը իմ ու քո վերջը չի, վերջը Աստծո համար մեր կյանքում սկիզբ է, դա չմոռանաս։ Եթե մտածում ես վերջ, Աստծո համար սկիզբ է։ Փառք մեր Տիրոջը, գիտես մի հատ ամենաշատ սիրածս հարցերից մեկը կա մարդ, որ եկեղեցում առաջի անգամ, որ երբեք Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ չի ընդունել, այսպես եկեղեցում, եթե կաս ձեռքդ բարձրացրա, մենք քեզ օրհնենք, ողջունենք։ Ես չեմ տնում։ Եթե կաս, լավ չի երևում, եթե ձեռքդ բարձրացրել ես առաջի անգամ, ես կհրավիրեմ այստեղ կխնդրեմ, որ իջնես, ուզում ենք մի կարճ աղոթք անենք քո հետ։ Փառք Հիսուսին, բոլորս Աստծուն ապաշխարած նվիրված մարդիկ ենք։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին, փառք Աստծուն։ Գիտես, երկինքը արի առաջ մի քիչ։ Երկինքը ուրախանում է ամեն մեկի փրկության համար, ամեն իմ ու քո համար ժամանակին երկինքը ուրախացել է։ Փառք Տիրոջը, մենք մի րոպե սպասենք ու մենք մի հատ աղոթք կանենք։ Փառք Տիրոջը, ինքը արժան է։ Որովհետև շատ բարի գալուս Տիրոջ տուն։ Փառք Հիսուսին, գիտես ինչի համար ես էլ եմ ստեղ եկել 10 տարի առաջ, 11 տարի առաջ, բոլորս ենք այստեղի չել ապաշխարել։ Գիտես մի հատ ինչ ենք անելու մեր Պապայի հետ, ով ամենակարող է։ Այսօր ասել ենք Պապ, ուզում եմ հետդ բարի շեն, որովհետև եթե Աստծո հետ չես, կապ չունի մեր ուղեղով ինչ ենք արել ժամանակին, մենք մեկը իրականքով չենք արել։ Այսօր ասել ենք Հիսուս ջան, կներես, այսօր ուզում եմ որ գաս այն իրավիճակները, որ վախի մեջ են գնում, տագնապի ասենք Հիսուս, այսօրվանից ուզում եմ դու իմ առաջից գնաս, որ ես ապահով ապրեմ, ապահով գնամ ու ինչ անեմ, քեզ հաճելի լինի։ Ամեն։ Դա կոչվում է բարեխոսական աղոթք, ես խնդրել եմ որ համացանցով մեզ հետևողներն էլ նույն աղոթք անեն։ Այսօրվանից երբ որ որոշում ես կայացնում Հիսուսին կանչես քո ընտանիքի մեջ, քո ֆինանսների մեջ, քո առողջության մեջ, քո առանց բարիշելու չի լինում։ Հիմա մենք այսօր բարիշելու ենք, որ ստեղից դուրս գալուց համարձակ ասես Հիսուս, մինչև ես եթե վախեցել եմ, տագնապել եմ, չեմ հավատացել քեզ, թերհավատություն եմ ցույց տվել, այսօր դու ես իմ ամեն ինչը։ Արի իմ կյանք ու թող ինքը գա հենց քո Աստվածը լինի, ոչ թե իմ պատված Աստված, այլ քո Աստվածը լինի, քո կյանքում հրաշք կանի։ Ամեն։ Եթե համաձայն կլինես մենք աղոթք անենք, խնդրել եմ փակես աչքերդ, դալիճ սիրելի եկեղեցի, փակի աչքերդ, մեզ էլ օգնի, մենք միասին աղոթք անենք։ Փակի աչքերդ իմ հետևից կրկնի, հետո կգնաս տուն, դու քո Աստված, ոնց կուզես կաղոթես, քո հոր հետ ես խոսում հաշվի։ Ասա սիրելի արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու եկար այս աշխարհ, մահացար խաչի մահով եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Ես ներողություն եմ խնդրում իմ գործած բոլոր մեղքերի համար, գիտակցված ու չգիտակցված, եւ հրաժարվում եմ դրանից։ Ու խնդրում եմ քեզ, որ գաս իմ կյանք ու թագավորես իմ կյանքում ու մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես քոնն եմ եւ դու իմը Հիսուս Քրիստոսի անունով ամեն ամեն Աստված օրհնի ձեզ շատ Տիրոջ օրհնությունը լինի Փառք Հիսուսին լսի դու տան մեջ ես գտնվում ես էլ մնացածի հետ իրար աղբերներ ենք մեր Պապայի անունն էլ Հիսուս է ամեն շաբաթ օրը ամեն չորեքշաբթի օրը մենք ծառայություն ունենք համեցի անպայման մնա Տիրոջ տան մեջ քաղցր է, օրհնված է, ամեն պաշտպանված է, ամեն սիրելի եկեղեցի խնդրել եմ ձեռքդ բարձես օրհնենք իմ մեր աղբերներին։ Հիսուս ջան, շնորհակալ ենք մեր աղբերների համար, թող քո օրհնությունը, պաշտպանությունը, իմ արքա հրաշքները լինի նրանց կյանքի վրա, թող քանդված լինի սատանայի ամեն անօրենությունները, ամեն ծրագրերը նրանց կյանքից Հիսուս Քրիստոսի անունով, նրանց ընտանիքներից, Տեր իմ արքա մենք հանձնում ենք նրանց քո թանկ ու սուրբ ձեռքերի մեջ ու խնդրում ենք, որ դու գործես նրանց կյանքում, Տեր։ Իմ Աստված նրանք կյանքները տվեցին քեզ, խնդրում ենք արի ու թագավորի իրանց կյանքում, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն։ Մենք շատ լավ նվեր ունենք, մեր եղբայրն ու քուրիկը կանգնած են, ձեզ կխնդրեմ, որ գնաք իրանց հետ, իրանք ձեզ նվերներ կտան, բայց չշտապեք գնալ, խնդրում եմ, մենք ձեր հետ հետո ուզում ենք ծանոթանանք, շփվենք, ամեն, մենք իրար հետ էլ, ես բոլորից շատ կարոտել եմ, խնդրել եմ պարզես ձեռքերդ վերցնես օ Տիրոջ օրհնությունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու պաշտպանությունը, խաղաղությունը, համարձակությունը, լույսը լինի քո հետ, քո ընտանիքի հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, 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 փառք Տիրոջը,
Սիրելիս, նաև կխնդրեմ, որ չշտապես մենք վերևը քո համար հյուրասիրություն ունենք, բարձրանանք համ շփվենք, բոլորի շատ կարոտել եմ, ում ճանաչում եմ, կշփվենք, նոր կգնաս Տիրոջ ներկայության մեջ քո տունը Հիսուսի հետ։ Ամեն։